Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ձեր կողմից շատ սիրված զրուցակիցներիցս մեկի հետ, գրող ազատամարտիկ Նարե Սոսեի հետ, բարև ձեզ Նարե։ Բարև ձեզ, հաճելի էր նորից ձեզ լսելը, հուսամ կկարողանանք հետագա ընթացքում բավարարել մեր լսարանի ամբողջ բոլոր հարցերին անկեղծ, ինչպես միշտ։ Որպես այս րոպեներին, այս ժամերին եվրոպական պետությունների ղեկավարները գալիս են Հայաստան, Էմանուել Մակրոնը պետք է գա, քիչ առաջ Հայաստան էր եկել Կանադայի վարչապետը, Բուլղարիայի վարչապետը, եվրոպական քաղաքական համայնքն այստեղ էր, որպես հայ մարդ, որպես հայ գրող, որպես պատերազմի բովով անցած մարդ, եվրոպացիներին ինչ կասեիք, եթե տեսնեիք այդ երկրի ղեկավարներին։ Ընդամենը մի բան, եվրոպացիներին կասեի ձեր բոլորի ձեռքերը հեռու Հայաստանից եւ մեր երկիրը ձեր հասարակած տունը չի, որովհետեւ դուք հոգեբանորեն եւ քաղաքականորեն անբարոյականներ, իսկ մեր երկիրը ձեր անբարոյականների համար հոգեվոր կայան չի, այսպես ասած, սա մեր սրբավայրն է, եթե մեր երկրի ղեկավարը Թուրքից վճարված տահաս է, դավաճան է, դա դեռ չի նշանակում, որ մենք կարող ենք ձեզ թույլ տալ մեր երկրից սարքել հասարակած տուն։ Այնուամենայնիվ Հայաստանը ներկայացվում է որպես ժողովրդավարական պետություն եւ վստահաբար եվրոպական պետությունների ղեկավարները մեր կառավարության ղեկավարին, երկրի ղեկավարին ընդունում են որպես ժողովրդավարական պետություն կառուցող անձի։ Ձեր կարծիքով իրական Հայաստանն ինչպիսին է, այստեղ ժողովրդավարական ազատությունները հարգվում են, թե ոչ։ Ընդհանրապես մենք ժողովրդավար պետություն դադարել ենք լինելուց 2018 թվականից սկսած, դրանից առաջ էլ այդքան մեծ ժողովրդավարություն չենք եղել, բայց գոնե այս աստիճանի սահմանափակումներին ժողովրդավարության մասին կարող է խոսք գնալ, եթե մշակութային բոլոր արժեքները ոչնչացվում են, ամբողջ մտավոր խավը գտնվում է կալանքի տակ, հոգևոր եւ մտավոր խավը, եւ երկիրը կառավարվում է մի հատ երկոտանու կողմից, մի հատ պետական դավաճանի կողմից, պետական դավաճանի, թշնամու կողմից գերվճարված պետական դավաճանի կողմից է կառավարվում երկիրը։ Մեր երկիրը վաղուց զավթված է թշնամիներից, մեր երկիրը ազատագրել է պետք թշնամիներից, նախ ներքին թուրքերից, նոր հետո մտածել սահմանին գտնվող թուրքերը, որ սահմանին գտնվող թուրքերը ավելի քիչ վտանգավոր են, քան Բաղրամյան 26-ում նստած թուրքերը։ Եթե 26-ում նստած թուրքերից կարողանանք երկիրը ազատագրել, բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով, ապա սահմանին գտնվող թուրքերը շատ հեշտ, նրանց հախից գալը հեշտ է։ Պետք է կյանքի փորձից եմ ասում, ես իմ մարտական փորձից եմ ասում, նաեւ։ Այսօր հայտնի դարձավ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համարները, այնուամենայնիվ ձեր կարծիքով Հայաստանի քաղաքացին ընտրություններին ինչ որոշում կկայացնի, պետք է գնալ ընտրությունների, թե պետք չէ, նկատի ունենալով, որ նաև կան կարծիքներ, որ ընտրություններով ոչինչ փոխել հնարավոր չէ, դուք ինչ հորդոր, ինչ կոչ ունեք։ Նայեք, ես շատ անկեղծ կլինեմ, ինչպես միշտ, ես ինձ կեղծել երբեք չեմ կարողացել։ Նախընտրական ոչ մի ցուցակներում ես մտադրաբար չեմ գրանցվել, չեմ եղել, չեմ էլ խառնվել մի պարզ պատճառով, որ ինքս գտնում եմ, որ դա լրիվ կուլիսային խաղերի արդյունք է, նախնապես որոշակի պայմանավորվածությունների եւ մանդատակռիվ է, դա միանշանակ, բայց եթե արդեն հասել ենք նրան, որ ստիպված ենք ընդունել օրակարգը նիկոլիզմի քեմալական պայմանագրի, որ գնում ենք արդեն ընտրությունների, ապա պետք է գոնե աշխատենք ամեն կերպ չընտրել Նիկոլ, չընտրել Քեմալի պայմանագիր, որովհետև ձայն տալով Նիկոլին եւ նրա արբանյակներին, այդ թվում նաեւ դիմակներով խաղացողների, կարծում եմ ժողովուրդը բարձրացնում է դիմակներով խաղացողները, ես կարծում եմ մենք ուղղակի
ձայն ենք տալի, քվեարկում ենք Էրդողանի օգտին, Ալիևի օգտին, մեր երկրի ավերման եւ կազմման օգտին։ Այսինքն պետք է գնալ, եթե արդեն ուրիշ ելք չունենք, ճար չունենք, որոշել են, որ պետք է գնանք ընտրությունների, պետք է գնանք եւ ընտրենք ոչ Նիկոլին։ Իսկ առհասարակ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ընդհանրապես սխալ է Թուրքի հետ գնալ որևէ ընտրությունների։ Նիկոլը թուրք է, իսկ Նիկոլի գնալ ընտրությունների նշանակում է գնալ խաղալ Ալիևի նախագծած խաղը։ Պետք չէր ընդհանրապես գնալ։ Կարծում եմ, որ այս ընտրություններին Նիկոլը նորից իր մանիպուլյացիաները անելու է, հորդորս բոլորին, որ անպայման մասնակցեն, եթե արդեն գնում ենք ընտրությունների որոշված է, ուրեմն պետք է գոնե թույլ չտանք, որ մեր փոխարեն քվեարկի Նիկոլը, որովհետև ով չքվեարկեց, ով չգնաց ընտրություններ, նրա փոխարեն լցնելու են հաստատ բոլոր հնարավոր անհնարին ձևերով, դա արդեն գաղտնիք չէ, ու պետք է գնալ, պետք է չընտրել Նիկոլին, անպայման պետք է գնալ, քանի որ այս պահին արդեն որոշված է, ուրիշ ելք չունենք։ Բայց կարծում եմ, որ յետընտրականը ավելի սարսափելի կանխատեսումներ ունեն, որ ավելի սարսափելի իրավիճակ է վերելու, Նիկոլը չի ընդհարկվելու, չի հանձնվելու, որտեղ նրա համար ընտրություն չի, դա գոյամարտ է, նրան հենց իր տերերը ուղղակի կլիկվիդացնեն, եթե ինքը չհաղթի, դա նշանակում է նա օգտագործելու է բոլոր հնարավոր անհնար միջոցները, իսկ մեզ մնում է պատրաստ լինել ամեն տեսակի սցենարի։ Մանդատակռիվ անել պետք չի, որովհետև այդ մանդատակռվի արդյունքում բոլորը մնալ են ոչ միայն անմանդատ, այլ անհայրենիք նաև։ Պետք է միավորվել, պետք է համատեղ բռունցքվել ու հասցնել մի հատ նիկոլիզմի Քեմալի պայմանագրի մրթին։ Բռունցքվել ու այդ բռունցքով մի հատ նախ Լարե Բարամյան 26-ից նոր հետո մտածել հաջորդը ինչ ենք անելու մեր հաջորդ քայլերի համար, ընտրություններից հետո մտածել է պետք։ Այդ սարսափելին ոչ թե ընտրություններն, այլ ընտրությունները յետընտրականն է սարսափելի լինելու իմ կարծիքով։ Այդ իրականությունն է։ Եվրոսամիթը սա հերթական անգամ մեր երկրին տանելն է կոլապսի, սա հերթական որպես ռազմական գործիչ նաև ասեմ, որ սա տանելու է նոր ընդհարումների, սա տանելու է նոր պատերազմի շեմի, որովհետև վերջնականապես մենք բոլոր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները վերջնականապես ուղղակի տապանակարելու ենք ու դրանից հետո շատ բարդ է լինելու միայնակ, իսկ Եվրոպային մենք պետք չենք, մենք Եվրոպա չենք, մենք մեր ինչ մնում են իրական Հայաստան, պատմական Հայաստան, նա ով չունի հիշողություն, ամնիզիայով տառապող պետությունը ապագա չունի։ Եթե մենք չունենանք հիշողություն, պատմություն, եթե մենք մեր նախնիների դրած քարի վրա նոր քար չդնենք, մենք տուն չենք դառնա։ Դա միանշանակ։ Ռուսներից, Ռուսաստանից ընդհանրապես շեղվելը, դա տանել է երկիրը թուրքման։ Մենք ունենք երկու ճանապարհ։ Ընկերություն թուրքերի հետ, դա նշանակում է ուրանալ Եղևն, ուրանալ Արցախ, ուրանալ պատմամշակութային բոլոր արժեքները եւ ունենք երկրորդ ձևը, որպեսզի թուրքիզմի։ Թուրքիզմը դա մեր ազգի կործանումն է վերջնական, մեր պետականության կործանումն է։ Նիկոլը եւ Քեմալի պայմանագիրը պետական դավաճաններ են։ Ու նրանք պետք է հրապարակայնորեն պատժվեն որպես պետության դավաճաններ։ Դա յետընտրական կլինի, դրանից հետո կլինի, դրանից առաջ կլինի, դա միակ ելքն է մեր պետության ավերակներից հառնելու։ Մենք ուրիշ ելք չունենք։ Դա իմ անձնական կարծիքն է։ Ադրբեջանցիները Ստեփանակերտի եկեղեցին քանդեցին Մարիամ Աստվածածնի Հովանու տաճարը, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները, օրինակ Արսեն Թորոսյանը, ասում են դե իրանց տարածքն է, ինչ կուզեն կանեն։ Դուք ինչպես եք վերաբերվում այս հայտարարություններին։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Արսեն Թորոսյանի նման ճիճուները, այդ տականքները, դրանք թուրքական փալասներ են, որոնց վրա վաղուց թուրքերը ոտքերները մաքրել են։ Նիկոլը թուրք է, իմ համար դա բացահայտ է, այն մնացածները ավելի սարսափելի են, որովհետև ծնված լինելով հայկական հունդից, հայ ազգի թշնամի են, ու կամա թե ակամա նրանց բոլորին ես վերաբերում եմ որպես թշնամիների։
Ու ես ասել եմ, կրկնում եմ, կրկին բոլոր հնարավոր անհնարին միջոցներով հարկավոր է երկիրը ազատագրել Քեմալի պայմանագրից, ՔՊ-ից, որովհետև դրանք երիտ թուրքերի շարունակությունն են։ Նիկոլը դա երիտ թուրքերի ուղիղ շառավիղն է։ Դա գաղտնիք չէ վաղուց։ Ինքը անգամ հաստատել է, ասում են թուրք ես, ասում է այո, պարզ, կա այդ վիդեոները։ Այո, Նիկոլը եսի մեջում դրել են, որ լրագրողը հարցնում է դուք թուրք եք, պատասխանում է այո, իհարկե, այո։ Կա իմ մեջում, մտեք Facebook-յանի մեջ, նայեք, կա։ Ու այն բոլոր նրանք, ովքեր որ հիմա ասում են դուք պատերազմ եք ուզում, դուք եսի ինչ եք ուզում, հավատացեք պատերազմ ավելի սարսափելի չէ, քան խաղաղ եղերնելը 300,000 ադրբեջանցի արդեն ունեն դիմում, որ ապրելու են Երևանում, նրանք չեն ուզում այս պահին Երևանում եւ հարակից շրջաններում։ Ու դա լինելու է մեր ազգի վերջակետը պրոստը։ Ուղղակի լինելու է մեր ազգի վերջակետը, ինչը որ իհարկե մենք ֆիդայիներս թույլ չենք տալու, բայց հարցը դրա մեջ չէ, հարցը նրա մեջ է, որ չենք ցանկանա, որ այս ամեն ինչը բերեր քաղաքացիական պատերազմի։ Այս ամեն ինչը, եթե հանկարծ Նիկոլը վերարտադրվի, անգամ եթե վերարտադրվի որպես երկրորդ ուժ, երրորդ ուժ, դա բերելու է քաղաքացիական պատերազմի։ Միանշանակ։ Դրա մասին կասկած չկա։ Իսկ բոլոր նրանց, ովքեր որ այս դրոշից են դրոշ են վազում, չգիտեմ, այնտեղ ընտրության կռիվ են տալի, մանդատակռիվ են տալի, դրանք ընդհանրապես իրենք Նիկոլից ոչնչով լավը չեն, որտեղ իրենք նույն մի աման լափի համար երկողներն են, մի աման լափով պարողներն են։ Այդ քաղաքական գործիչները ապագա չունեն։ Նրանք ապագայում չեն լինելու քաղաքական դաշտում, զտվելու է ամեն ինչ։ Այս երկիրը ուժեղ տղամարդու կարիք ունի։ Այս երկիրը ուժեղ բռնցքի կարիք ունի, երկաթե։ Ես դա որպես գովազդ չեմ ասում, միշտ եմ ասել, ով ինձ գիտի, որ ես շատ վաղուց եմ դա ասում։ Քոչարյան Ռոբերտ, ես ուրիշ այս ներկա արենայում ես ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում։ Այս պահին ասել եմ, կրկնում եմ, որ մեզ պետք է ուժեղ պաշտպանության նախարար։ Ես իմ տեսանկյունից, ես որպես այդ ասպարեզում բավականին բոլորին իմացող մարդ նաև գտնում եմ, որ Գրիգորի Խաչատուրով ունի լավ պերսպեկտիվ, ունի լավ հնարավորություն որպես պաշտպանության նախարար։ Քոչարյան Ռոբերտ, եթե ուզում են Սամվել Կարապետյան, թող լինի Սամվել Կարապետյան, բայց նախագահական երկրում վարչապետ, ված չի լինի։ Կլինի ուժեղ կամանդ, ամենեքս էլ կգնանք մեր գործին, որս որտեղ որ հասկանում ենք, որ ոլորտում որ պետք ենք, որս որ կարող ենք օգնել, որ ոլորտում, կլինենք մեր տեղերում, կաշխատենք, ոչ թե մանդատ կփախցնենք, փողի կռիվ կանենք, այլ կմնան նրանք, ովքեր որտեղ էլ չկա, ոչ հող կա, ոչ փող կա, ոչ աթոռ կա։ Սա ավերվել է։ Հիմա պետք է զրոյից, ավերակներից երկիրը հանենք ոտի։ Որս որտեղ կարող ենք երկիր շենացնել, պետք է աշխատենք 24 ժամ, ինչպես կասեր Քոչարյանը, կշտած ձեռքերը պետք է աշխատի։ Ամեն մտնող որևէ որտեղ այս անգրագետներից ու այս տհասների ամբողից երկիրը հոգնել է, ժողովուրդը հոգնել է արդեն։ Մտնում ես դպրոց, սիրտդ խառնում է։ Մտնում ես առողջապահության ոլորտ, հիմա պոլիկլինիկաներում անվճար դեղորայք են գրում, ներսում արդեն դեղատների աշխատողներն ու պոլիկլինիկայի աշխատողները բիզնես են անում։ Մտնում ես մի հատ պոլիկլինիկայի աշխատակից չես գտնում, ժամին իր տեղում, բայց աշխատավարձից բողոքելուց բողոքում են։ Ավերանոց է, բոլոր գծերում ավերանոց է, դե պաշտպանության նախարարությունից չխոսեմ, Սուլուբնիկայից էին խոսում տղեր երեխեքի առաջնագծի ապահովությունից էին խոսում, ջերմուկից բողոք կա, 40,000 բանը նոր ուղարկել էին, ես իմ էջում տեղադրել էի, որ բանում քաջարանի այդ գծի վրա Սյունիքում բողոքում են, որ 40,000 աշխատավարձից Զորամասի պետը պահում է իրեն։ Ահա որ վիճակ է։ Ջերմուկում երեխեքը կոշիկ չունեն, ուտելիք ժամանակին հացը տեղ չի հասնում։ Իսկ խոսելուց խոսում են Կլուբնիկից։ Խոսում էին անմայկա տրուսիկ լինելուց։
երբ այդ մայկատրոսիկ ծախողը նորից իրաց թիմից է հիմա։ Ասենք Գագոն Մելքումյան էլի։ Որին որ Ալեքսանյան Վահագն ասում էր։ Հա, Ալեքսանյան Վահագն ասում էր, որ մայկատրոսիկ չեն տվել իրեն, բայց այդ ժամանակ պահեստապետը եղել է ով։ Գտի պահեստապետը եղել է Գագոն։ Այնպես որ բաներ կա, որ հետո ինչ վերաբերվում են նախկին ներկա, եսի ինչ շատ վաղուց արդեն 8 տարի է իրենք էստեղ են, եթե բան ունենային ու եթե իրենց արարիչ չլներ, այդ նույն հոկտեմբերի 27-ը, այդ նույն մարտի 1-ը, բոլոր հեղինակները իրենք են։ Փաշիև Նիկոլը թող չմոռանա, որ Հունանյան Կարենը իր անգերն ա եղել, ոչ թե Քոչարյան Ռոբերտի։ Իր անգերն ա եղել, իր ուսանողական անգերն ա եղել։ Կոլիկ, եթե մոռացել ես, հիշեցնեմ, Հունանյանին ստանը դու ես ապրել 3 ամիս։ Ունենց որ եկեք որոշակի ձեր կեղտաջրերը մի փորձեք մեր փողոց լցնել։ Քիչ առաջ ես լսում էի հայտնի միջազգային փաստաբան իրավաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքը, նա ամոթանք տվեց հայերին եւ հայ ժողովրդին, որտեվ ասում է, այսքան եվրոպական երկրի ղեկավարներ գալիս են Հայաստան, իսկ դուք փոխանակ մեր գերիների Բաքվում պահվող մեր գերիների հարցը բարձրացնեք, նրանց նկարներով շապիկներ հագնեք, գնաք օդանավակայան եւ այդ Մակրոնին ու մյուսներին այդ շապիկներով դիմավորեք, ոչինչ չեք անում։ Ամոթ չի մեզ համար նարե, երբ որ օտարերկրացին մեզնից լավ գիտեն։ Մեկը պետք է լինեի նաեւ ես, որտեվ դուք լավ գիտեք կոնկրետ, որ բանա այդ բոլոր ակցիաների, եթե ոչ առաջատարներից, ապա ակտիվ մասնակիցներից հաճախ եմ լինում ես։ Չեն կարել մի բարձ պատճառով, չի կարելի գնալ դահիճներից, պահանջել, որ զոհին փրկի, դահիճը զոհ չի փրկելու։ Այդ նույն Եվրոպան շատ հանգիստ նայեց ոնց են Արցախը թուրքերը խժռում։ Այդ նույն Եվրոպան շատ հանգիստ նայում է ոնց են Արցախի մշակույթը ավերում։ Այդ նույն Եվրոպայի աչքի առաջ տարան այդ գերիներին, որպեսզի թույլ տան Արցախից մարդիկ դուրս գան։ Թուրքամետացել է վաղուց Եվրոպան, որովհետև ՆԱՏՕ-ի ամենաուժեղ եւ մեծաթիվ քանակով զորքը գաղտնիք չէ, որ Թուրքիայի զորքն է, այնպես որ թուրքերը իրենց կաշառելով առել են վաղուց հիմար եվրոպացիներին ու Եվրոպան հաստատ չի գնալու հայերի համար գերի խլելու այդ նույն թուրքերից, ում հետ որ ինքը նույն ամանից լափում է։ Այնպես որ իմաստ չուներ Ամստերդամը թող գնա մեղադրի իր եվրոպացիներին։ Ինչ ես։ Որոնք որ ամեն ինչը հանգիստ հանդուրժում են։ Այդ եղերն է, այդ ես իրա դեմ ոչինչ չունեմ, բայց իրա այդ թեզը սխալ է, դա ոչինչ չէր փոխելու։ Այսօր անհայտ կորածների ծնողները որոշել էին, որ պետք է Եվրոմիության գրասենյակի մոտ գնան, հետո ասեցին իմաստ չունի, օրակարգի շեղում է ընդամենը լինելու, ու դա ոչ մի արդյունք չի տալու, այդ ակցիան թողեցինք։ Մի քանի օր առաջ ազգային ժողովի դեմը պայքարում ենք, որ 44 օրյայի այդ ամբողջ փաստերը վերահրապարակեք, ասեցին եկեք ձեզ դահլիճ տալիս ենք, բայց միայն օպոզիցիոն ուժերի հետ հանդիպման։ Ճողոպրեցին Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն մենակ թողես առավոտից իրիկուն սրա նրա վրա բողոք գրի։ Փախան, որ մեր հարցերին չպատասխանեն։ Մենք էլ գնայինք դահլիճում ու հարց տայինք, մենք մեզ հարց տայինք, մենք մեզ պատասխանենք, ամբողջ օրը մենք մեզ հարց ենք տալի, պատասխանում ենք, էլի։ Էլ ինչու գնանք հասնենք։ Օհանյան Սեյրան ու Թակույ Թոմասյանը եկան մեզ հետ այդ ակցիային դուրսը։ Մենք էլ կողմնորոշեցինք, մտածեցինք, որ ավելի լավ է դրսում անենք ակցիա։ Այդ էլ ակցիայի կեսից հենց Օհանյան Սեյրան վերցրեց, որ խոսի միկրոֆոնը։ Ալեն Սիմոնյանը զանգեց դիմացի կաֆեն, որտեղից որ միացրած էր այդ միկրոֆոնը, ասեց անջատեք։ Գնացել ենք այնտեղ մենք ենք կանանցով ահագին պատերազմել կռիվարել, որ նորից հետ միացնեն։ Ասել են փակելու ենք ձեզ, եթե օպոզիցիային թույլ տաք տեղից ձեր բանից օգտվի։ Գնացինք ամոթանք տվինք, որ մի կերպ համոզեցինք, որ վերջացնենք ակցիան։ Այ էդ է մեր երկրի, ինչ ազատության մասին, ինչ ժողովրդավարության մասին կարա խոսք լինի։ Եթե կաֆեի տերն անգամ վախենում, քեզ հոսանք տրամադրի, որ դու կարողանաս անհետ կորածների մասին բարձրաձայնել։ Ինչ խոսք է ազատության երկիր։ Ինչի մասին է խոսքը։ Մենք վաղուց ոչ պետություն ունենք,
ոչ պետական գործիչ, առավել եւս ոչ պաշտպանության նախարարություն ունենք, ոչ իրավահամակարգ ունենք։ Մենք վաղուց ուղղակի sense մի հատ քաոսային վիճակում ենք, որը շատ անհապաղ շտկել է պետք, այլապես մենք պետություն ենք կորցնելու։ Ցավոք սրտի եմ ասում, բայց կորցնելու ենք պետականություն։ Շատ լավ, Դա բանի չի բերի։ հետևենք process-ներին, հարգելի Նարե, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ շատ, խնդրում եմ բոլոր հարցերին, եթե կարող եք անգամ ամենաանհամեստ հարցերին, պատրաստ ենք պատասխանելու, գրեք մեզ, գրեք պարոն Սիմոնյանին, անպայման կպատասխանենք ու մաքսիմալ անկեղծ կլինենք, ինչպես միշտ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես ևս։